Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմատ մեդիան շարունակում է աշխատանքը, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս այսօր Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, падգամավորի թեկնածու, ինչպես նաև վերլուծաբան Արման Աբովյանն է։ Բարի երեկո, պարոն Աբովյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, պարոն Աբովյան, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք անցկացված ընտրությունների հետևանքով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դուրս թողնվեց խորհրդարան մտնելու հնարավորությունից։ Ձեզ ընդամենը ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի չբավարարեց մի քանի ձայն։ Ամբողջ կենտրոնական ընտրական նկարչական ակադեմիա, եկեք այսպես։ Լավ, դա ձեր գնահատմամբ, իմ գնահատմամբ չի, դա իրականություն է։ Ամբողջ ընդդիմադիր հատվածը պնդում է, որ ԲՀԿ-ին Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց անցնի խորհրդարան, որպեսզի Նիկոլ Փաշինյանը այնտեղ ձևավորի այնպիսի մեծամասնություն, որ Հայաստանում ցանկացած օրենք իրավունք ունենա անցկացնել։ Դա էր միայն նպատակը, թե այլ տողատակ կար։ Ավելի քան համոզված եմ, որ քանզի այս իշխանությունը չի գործում Հայաստանի Հանրապետության շահերի եւ հետաքրքրությունների ներքո, ես չեմ բացառում նաեւ արտաքին խնդրանք իրենց ազիզ աղբերներից ամեն ինչ հնարավոր է, քանզի բացասական առումով այս իշխանությունը ցույց տվեց, որ իրենց օրոք անհնարին ոչ մի բան չկա, բացասական, հա, առումով։ Ինչ վերաբերում է մեծամասնության պահով, ապա այո, օբյեկտիվորեն իրենք շատ լավ հասկանում էին, որ Բարգավաճի հայտնվելու պարագայում միջազգային ոչ մի բան ավարտված չի, սկսենք դրանից, հա։ Իրենք նույնիսկ տեսականորեն կորցնում են շանսը ոչ միայն սահմանադրական մեծամասնություն ունենալու, այլ նաև պարզունակ մեծամասնության պարագայում որոշակի ներհայկական, հա, որոշումներ ընդունելու, օրինակ դատախազության, դատախազներ, դատավորներ, ԲԴԽ եւ այլն, հա, նշանակել կամ չնշանակել։ Ոստեղ խնդիրը ավելի խորքային պետք է դիտարկենք։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ ձայնագողությունը կամ ձայնահավազակությունը, հա, որին մենք ականատես ենք, ինքը տեղի ունեցավ ուղիղ եթերում բոլորի աչքերի առջև, այսինքն սա քողարկված process չէր, կհիշեք գիշերը վստահաբար, երբ որ հաշվարկները գնում են, մեկ էլ հոպ առավոտյան պարզվեց, որ մի քանի տասնյակ ձայն չի երիքում, հետո այդ մի քանի տասնյակ ձայնը իհարկե վերահաշվարկների պարագայում մի քանի ընդամենը տեղամասերում վերականգնվեց, հետո իրենք շտաբ որոշեցին չեղարկել ընտրությունները երկու տեղամասերում, որտեղ խախտումները գեներացվել էին զինվորականների կողմից, այսինքն մի պետական մարմինը չեղարկում է այլ պետական մարմնի գործողությունների պարագայում ընտրախախտումները, չէ՞։ Այսինքն ստեղ ընդդիմությունը չէր բերել։ Վագն Հովակիմյանն ասում է, այո, եղել են ընտրախախտումներ, բայց վերաքվյարկություն չնշանակեցինք, որովհետև ընդհանուր ընտրությունների վրա դա հետևանք չի ունեցել։ Ինձ շատ դժվար է մեկնաբանել անտաղանդ նկարիչներին առհասարակ, ես ոնց որ իրականում շատ եմ արվեստը սիրում, դրա համար երբ որ հանդիպում անտաղանդ նկարիչների, որ ուզում են մեկնաբանել, որ մածունը սև է։ Դուք հողում եք տալիս մի մարդու, ով ինքն իրեն հակասում է, հասկանում եք, այն պարագայում, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանադրության կողմից ստեղծված մարմին է, որը պարտավոր է ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտման բոլոր պայմանները, բայց այստեղ ունենք մի իրավիճակ, երբ որ այդ կառույցի անտաղանդ նկարիչ Ոմն Վահագն Հովակիմյան փորձում է բացատրել ինչի համար ինքը զրկում է շուրջ 3000 քաղաքացու ընտրելու իրավունքից, հա, եւ այստեղ Սա քաղաքացիներին ընտրելու իրավունքից զրկելու հարցն է, խոշոր հաշվով, թե Բարգավաճ Հայաստան կուսակցությանը պատժելու հարցը, որովհետև մենք քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից տեսանք կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին ձևակերպումներ, նրա ունեցվածքը խլելու վերաբերյալ հայտարարություններ, դրան անմիջապես հաջորդեց Արարատ ցեմենտի շուրջ գործընթացը, Ծաղկաձորի շուրջ գործընթացը, հա մենք ունենք այդ փաստերը արդեն մեր աչքի առջև, հետևաբար երբ մի քանի քայլ վերևից ենք նայում, նպատակը ուղղակի պարզ վրեժխնդրությունը չէր։ Կարծում եմ ոչ միայն, դե լավ այսպես ձևակերպենք, ինչ վերաբերում է պատժելուն, այս իշխանությունը 18 թվականից ի վեր պատժում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Հա, եւ այդ պատժի տարբեր արտացոլումներ կան, սկսած
Արցախյան պատերազմից ամենացայտունը վերջացրած նույն, չգիտեմ, հարկային, այն բեռից, որը ուղղակի քերում են մարդկանց վրա այս կաշին, բայց եթե վերադառնանք ընտրություններին, տեսեք, այս իշխանությունը չի հասկանում շատ կարևոր մի բան, ալճիշտին ինձ թվում է արդեն հասկանում է դրանով է պայմանավորված իրենց զայրույթը։ Ինչ է հասկանում։ Խնդիրը Գագիկ Ծառուկյանը չի, խնդիրը Սամվել Կարապետյանը չի, խնդիրը Ռոբերտ Քոչարյանը չի, խնդիրը նա է, որ իրենք ըստ էության գործում են հակահայկական տրամաբանության մեջ եւ մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նույնիսկ նույնիսկ այս դզած փչած ջարդած փշրած ընտրությունների պարագայում իրենց չտվեց մեծամասնությունը, չէ՞ ֆակտ։ Մենք բացարձակ թվերի մասին ենք խոսում, եթե դուք հիմա բերեք Դոնթի Բանաձև եւ այլն, ինքը չի արտացոլում, չէ՞, 4 թվերի թվաբանությունը, որը ակնհայտորեն ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետության բնակչության բացարձակ մեծամասնությունը իրանց ասում է գնացեք տուն, բայց քանզի այդ զորբայություն բարգա է, քաղաքական զորբայության աշխարհի չեմպիոն են իրենք, ապա որոշեցին իրենց մուրը հանել ժողովրդից եւ ես վերջացնեմ, եւ այս պարագայում երբ որ մենք փորձում ենք ավելի, գիտեք, պարզունակ ասել, Գագիկ Ծառուկյանի հանդեպ վրեժխնդրություն եւ այլն, իհարկե դա էլ իր դերը ունի, բայց այստեղ ավելի շատ խորքային process է։ Մենք մոռանում ենք ադրբեջանական եւ թուրքական գործոնը, որը ըստ էության այս իշխանության քայլերի տրամաբանության մեջ վճռորոշ դեր է խաղում։ Այն կոնֆիգուրացիան, որ այսօր կա, նույնիսկ եթե բարգավաճը չի անցնում, ինքը թույլ չի տալիս կատարել այն հանձնարարականները, որը իջացվել էին Բաքվից այս իշխանությանը։ Ինչպես թույլ չի տալիս։ Իրենք չունեն սահմանադրական մեծամասնություն, համաձայն որի պետք է փոխեն սահմանադրությունը։ Չունեն, բայց Նիկոլ Փաշինյանը կգնա ստորագրահավաք կանի, 300,000 ստորագրություն կհավաքի, կբերի սահմանադրություն կփոխի։ Նույնիսկ 300,000, 400,000 ստորագրություն հավաքելու դեպքում գոյություն ունի հետևյալ իրականությունը։ Ձեզ թվում է իրենք թվերի հետ ծանոթ չեն, որովհետև այո, ջարդել, փշրել եւ գլխատել ըստ էության ընդդիմությանը, ինքը ունի նաեւ այդ նպատակը, որ ձեր մատնանշած գործողությունները իրենք կատարեն եւ իրենց խանգարող չլինի, բայց իրենք հասկանում են խնդիրը ժողովրդի անհանդուրժողականությունն է դեպի իրենց։ Մենք մոռանում ենք ամենակարևոր ֆակտորը։ Իրենք ինչ լոլոներ ուզում են երգեն, պատմեն, ինչ թվեր ուզում են նկարեն, իրենք իրական թվերին տիրապետում են, դրանով է պայմանավորված այս պանիխիդա փառատոնային իրենց դրսևորումները, որոնք մենք տեսնում ենք պարբերաբար։ Այդ հիստերիան ազգային ժողովում ընդհուպ ինքը մատ է թափ տալիս այն մարդկանց վրա, որոնք ընտրել են ժողովրդին, ասում են 500,000-ը։ Միանշանակ այս հիստերիան դա հաղթած երկրի ղեկավարի։ Ոչ իհարկե, տեսեք, ըստ էության ինքը ասում է հետևյալը, որ այն մարդիկ, ովքեր համաձայն չեն իր հակահայկական թրքաճ ադրբեջանամետ, հակապետական, քաղաքականության հետ, իրենք թշնամիներն են, իրենց, չէ՞, բայց իրանք մոռանում են մի բան, որ ըստ էության ասում է հետևյալ, որ հայերը, թշնամի են այն մարդուն եւ այն համակարգին, որը այսօր Հայաստանում է, այսինքն ինքը լինելով Հայաստանի Հանրապետության ղեկավար, ըստ էության թշնամի է հայտարարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությանը։ Այսինքն այն մարդկանց, որոնք չեն ուզում օրինակ շատ པարզ ապրել ադրբեջանցիների հետ։ Կամ արևմտյան Ադրբեջանում։ Հիմա դրա հետ կապված Օրդուբադում fake արևմտյան Ադրբեջան խորագիրը գրող փառատոն է, համաժողով է, ադրբեջանցի եւ թուրք պաշտոնյաները պահանջում են Հայաստանից ապահովել հրահանգ են իջացնում։ Հրահանգ այո եւ պահանջ, որ Հայաստանում պետք է ապահովեն ադրբեջանցիների անվտանգ բնակեցումը։ Պարոն Աբովյան, հարցազրույցից առաջ ես նաև ուշադիր հետևում էի, երեկվանից եմ հետևում արտգործնախարարության կայքին, փորձում եմ հասկանալ մեր երկրում արտգործնախարարություն կա, Ադրբեջանից եւ Թուրքիայից հնչող այս հայտարարություններին որևէ պաշտոնյա կարձագանքի զերո արձագանք։ Չէ, արտգործնախարարությունը արձագանքելու է, ինչպես արձագանքեց 2025 թվականի նույն Աբովանդակ անատամ մի հայտարարություն։ Մի բան պետք է ասեն ասելու համար, այստեղ խնդիրը ավելի խորքային է։ Տեսեք, եկեք ինքներս մեզ հարց տանք եւ այդ հարցի պատասխանը նույնիսկ պատասխանի բացակայության դեպքում ամեն ինչ գցում է իր տեղը։
Առաջինը, Ադրբեջանը ոչ մի կերպ չի կապում Արցախյան հակամարտության հետ իր նկարտումները Հայաստանի Հանրապետության ուղղությամբ։ Ֆիքսեցինք սա։ Այո, Փաշինյանն ասել է, Այսինքն ստում է, չէ՞։ Հարաբերական շարժումը ես փակել եմ, վերադարձի Միանգամից ուժեղացավ։ Ալիևը ավելի ուժեղացրել։ Իդեպ նկատեք ընտրություններից հետո նաև։ Միանշանակ, բա իրանք հո իրանց դրածոյին բան չեն անելու։ Ֆիքսում ենք նաև հետևյալը, որ Արևմտյան Ադրբեջան եւ ադրբեջանցիների բնակեցման թեման ինքը գեներացվել էր, ակտիվացել էր ավելի ճիշտ 2020 թվականից հետո, երբ որ հենց որ Արցախի հանրապետությունը գոյություն ուներ եւ մենք ստացանք մի իրավիճակ, երբ որ փորձերը այս իշխանության ինչ որ մի ձև կոծկել Արևմտյան Ադրբեջանի եւ ադրբեջանցիների բնակեցնելու թեման, ի վերջո բերեց մի զավեշտալի իրավիճակի, երբ որ այն մարդիկ, ովքեր մատնանշում են այդ խնդրին, ասում են ախպեր, այս խնդիրը կա, ենթադրենք ոչ նիկոլական են, ոչ ընդդիմադիր են, ասում են Հայաստանի քաղաքացիների մասին։ Հայաստանից էլ ստանում են արձագանք, որ չկա նման բան։ Ասում են, որ ախպեր, այս խնդրեմը կա, ինչ ենք մենք լսում ի պատասխան, ասում են ով է թեման առաջատանում ինքը լրտեսա, գործակալը, ադրբեջանական, բայց Ադրբեջանին, այսինքն գեներացիա անող այդ կառույցին ոչ մի պատասխան չկա, ասեմ ավելին, բա որ այդքան պետականամետ դեմքեր են, բա որ այդքան ճղում են իրանց մեջտեղից, որ այդ թեման չկա, բայց մի հատ Ալիևի հասցին մի հատ ծպտուն հանի։ Այն վիրավորանքների տարափը, որը այս իշխանությունը հայերի հանդեպ հնչեցրել է, լրիվ 180 աստիճան ադրբեջանցիների պահով չի հնչեցվում։ Պարոն Աբովյան, այս խոսույթը ընտրություններից հետո ադրբեջանական եւ թուրքական կողմը ակտիվացրել են։ Ադրբեջանական թուրքական կողմը պաշտոնյաների մակարդակով խոսում են, որ Սյունիքով միջանցքը, Զանգեզուրով միջանցքը իրենց ձեռքերում։ Այդ էլ են, չէ՞, համոզավոր միջանցք։ Այո, Զանգեզուրով միջանցքը բացում են եւ դա իր միջին միջանցքի մաս է դառնում եւ տնտեսական կարևոր ենթակառուցվածք։ Եվ դրան զուգահեռ եւ Նիկոլ Փաշինյանը եւ այլ ԿՊԱ-ականներ խոսում են պատերազմի ռիսկը չեզոքացնելու մասին։ Ինչու է հիմա պատերազմի մասին խոսույթը իշխանությունը նորից բերել դաշտ։ Շատ པարզ պատճառով, տեսեք։ Նախ թրիփի մասին խոսենք, թրիփը այո, Զանգեզուրի միջանցքն է, որը չնայած բոլոր ստորագրած փաստաթղթերի, հիշում եք ընտրությունների ժամանակ շո փաստաթուղթ ստորագրեցին, որ Հայաստանի իրավասության եւ այլն, տակ եմ, բայց պարզապես հարց է ստել, ասես, բա որ դա այդպես է, ինչի համար հատուկ կարգավիճակ է շնորհվում։ Վերջ, հարցը փակվում է։ Երկրորդը, չի լինելու թրիփ մոտակա ժամանակահատվածում եւ այստեղ ի դժբախտություն Ադրբեջանին եւ Թուրքիային Հայաստանի Հանրապետության սուվերենության եւ սահմանների անսասանության, այս պարագայում մեր գլխավոր դերակատարներից մեկը Իրանն է, որը արդեն իր վճռականությունը ցույց է տվել, որ ինքը պատրաստ է յուրաքանչյուր քայլի իր ինքնիշխանությունը եւ անվտանգությունը ապահովելու համար։ Իսկ ինքը դիտարկում է Թրիփը եւ Զանգեզուրի, պայմանական Զանգեզուրի միջանցքը որպես իրեն վտանգող հանգույց։ Բացի դրանից, միջին միջանցքը չմոռանանք ինքը հակասում է Չինաստանի հետաքրքրություններին, որոնք հիմնական իրենց ռեսուրսը նետել էին մեկ ճանապարհ հայտ իրենց մեծ պրոյեկտի մեջ։ Բայց սա աշխարհաքաղաքական ելևէջներ են։ Վերադառնալով այս իշխանությանը մենք պետք է ֆիքսենք հետևյալը։ Տեսեք, իրենք գիտեն, որ շարունակական Հայաստանի Հանրապետության շահերի հանձնումը թուրքերին, այսինքն կտոր տենց գցում են մեր սուվերենությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը։ Որ մի ԿՊԱ-կանը խոսում է, ինչ ենք հանձնել, որ միգուցե այդ ԿՊԱ-կանները տեղյակ չեն, որ Հայաստանի Հանրապետության 240 քառակուսի կիլոմետր օկուպացված են, միգուցե ԿՊԱ-կանները տեղյակ չեն, որ բերել են զինված ադրբեջանցիներին եւ կանգնացրել են Հայաստանի հյուսիսը միացնող ճանապարհին, խոսքը Տավուշի մարզի մասին է, եւ հարավին, երբ որ հանձնեցին Գորիս-Կապան ճանապարհի հատվածը, եւ այստեղ իրանք ինչ ուզում են խոսան, տեսեք, մենք փորձում ենք խոսքերի ներքո հասկանալ մի կառույցի, որը քաղցկեղ է եւ քաղցկեղի պես խժռում է օրգանիզմը, այսինքն Հայաստանի Հանրապետությունը։ Ըստ էության ինքը ասում է հետեւյալը, որ Հայաստանի Հանրապետության բնակչության կեսը համաձայն չի Հայաստանի Հանրապետության կազմաքանդմանը։ Այո, եւ ինքը ոչնչացնելու է համաձայն չլինողներին։ Չի կարող ինքը ոչնչացնել։ Խնդիրը ընդդիմություն իշխանություն չի, խնդիրը նա է, որ մարդիկ
հասարակ մարդիկ, ովքեր ժամանակին հպարտությամբ նայում էին sense վերև, ասում են մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, քաղաքականությունը այսօր եկել է եւ թուրքական բահով իրանց մեջքին այսպես խփում է։ Հիմա այդ մարդիկ հարց են տալի, ասում են Փաշինյան Նիկոլ, մենք ոչ ընդդիմություն ենք, ոչ իշխանություն ենք, բայց մենք հո քոր չենք։ Մենք տեսնում ենք, որ քու քաղաքականությունը բերում է Հայաստանի Հանրապետության կազմակերպմանը, ընդ որում կազմակերպմանը ոչ միայն ֆիզիկապես քաղաքական առումով, չէ, այլ մի խոսքով միջև չեկավ Նիկոլական, սենց ասենք, հա, արհավիրքը եւ դուրը չծեծեց, քացով չջարդեց նույն Ծիրան արտահանողի պայմանական ամենայն հարգանքով բոլոր ծիրան արտահանողների այն մարդով ծիրան արտահանում, բայց ասում են ախպեր ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Հիմա սկսել են զբաղվել կամաց։ Որովհետև գիտեք ինչի համար, որովհետև իրենք իրենց հարց են տալ, ասում են ախպեր մենք այս մարդուն հավատում էինք, չէ՞։ Պարոն Աբովյան, հակառակն էլ կա։ Հակառակ ծայրահեղ տրամաբանությունն էլ կա, որ այնուամենայնիվ սահմաններին պատերազմ չկա, Նիկոլ Փաշինյանը կարողացել է ինչ որ ձև բալանսի բերել Հայաստան-Ադրբեջան։ Դա կարծիք չի, դա կրկին նարատիվ է, որը փորձում են գցել մարդկանց մեջ, որովհետև յուրաքանչյուր մարդ, ով ասում է սահմանին չեն կրակում, ինքը կամ հերանեկարային տրամաբանական, հա, ու տենց մարդիկ էլ կան, շատ քիչ են, բայց կան հաշվարկների չունի ունակություն կամ ու պարզապես ԿՊ-ի տենց այն մոլի երկրպագու էտի սեկտայի նման բան է, խոսքը գնում է վերաբերմունքի, բայց 99 եւ 9% մարդիկ, երբ որ լսում են, որ սահմանի վրա չեն կրակում, գիտեք ինչ պատասխան են տալիս։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր միգուցե ընդդիմությանը չեն հարում, ասում են կրակեն ինչ անեն են, ինչ կա չկա տալիս է։ Այսինքն, երբ որ մենք վերցնում ենք որպես հենակետ այն փաստը, որ սահմանի վրա չեն կրակում, մարդկանց մոտ ասում եք թող ոչ ոք չթերագնահատի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Այն մարդուն, ով հիմա մեզ նայում ենք, մեզնից շատ լավ ամեն ինչ հասկանում է, ով անդիմությունը, ով է իշխանությունը, ու ինքն իրան հարց է տալի։ Ասում ախպեր, եթե սահմանին չեն կրակում, չէ՞, ուրեմն դիմացը եւ դա այդպես է եւ իշխանությունը դա բնավ չէ թաքցնում։ Հանձնվում է Հայաստանի Հանրապետության արմատային կամ հա արմատում եմ գտնվում շահերը։ Ի վերջո, երբ որ այդ շահերը հանձնվում է, չէ, այսինքն Հայաստանի Հանրապետությունը թուլանում է։ Ի վերջո հասկանում։ Ինչ է նշանակում Հայաստանի, չեն հասկանում, պարոն Աբովյան, այն 727,000-ը, որ ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձայն են տվել։ Ձեզ թվում է, որ 700 քանի հազար հոգի մարդ, այնց մոլի երկրպագուներն են, 700 քանիսի կներեք, բոլոր, հա, մենք Հայաստանում ենք, չէ՞ ապրում։ Լիքը մարդ կա աշխատանքը կորցնելու վտանգի ներքո, բյուջետնիկները, հազար ձևի շանտաժների ներքո, հազար ձևի բաները գնացել են քվեարկել են։ Հիմա մենք չգիտենք դրա մասին։ Ինչի համար ենք մենք մեզ ինքներս խափում, Հայաստանում կա 700,000 հոգի մարդ, ով պատրաստ է գնա ազգային իսկ կազմակերպության։ Մենք ինքներս մեզ խափում ենք, որ ասում ենք Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունը չի ուզում թրքանալու Ադրբեջանը։ Ոչ։ Գուցե մենք ինքներս մեզ խափում ենք։ Այսինքն դուք կարծում եք հայերը ուզում են գնան կոտորվել։ Դե եթե չուզենային Նիկոլ Փաշինյանը երրորդ անգամ Հայաստանի վարչապետ չէր գործի դառնալ։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը երրորդ անգամ այս պարագայում ապա լեգիտիմ ըստ էության ինքն էլ է դա հայտարարում։ Ընդ որում, գիտեք, մենք մի պարադոքսալ իրավիճակում ենք գտնվում հարգելի աղավնի, երբ որ ընդդիմության եւ իշխանության կարծիքները եւ գնահատականները մի կետում հատվում են։ Որ կետում։ Որ ապա լեգիտիմ է։ Պրոցեսը ապա լեգիտիմ է։ Իշխանությունը ապա լեգիտիմ Փաշինյանի շարունակել։ Լսեք, ինչ է ասում, դե ինչն է խանգարում։ Իշխանությունը ասում է, որ ընտրությունները ապա լեգիտիմ է, քանզի Հայաստանի Հանրապետության մեծամասնությունը, չէ՞, իրանք բոլորը կաշառակեր են, չգիտեմ ինչ են եւ այլն։ Այսինքն այստեղ մենք ունենք մի իրավիճակ, երբ որ դե սուտ է դա, միանշանակ սուտ է, երբ որ իշխանությունը իրան տարանջատում է հայերից ընդգծում եմ։ Այն մարդիկ, ովքեր հավատալով, տեսեք, ես ԿՀԼ-ով այդ զանգվածը, հավատալով գնացել են եւ իրենց ձայնը տվել են նույն Նիկոլ Փաշինյանին, իրանք ռացիոնալ ընտրություն չեն անում։ Այստեղ որ ասում են ընդդիմությունը կոմֆորտ զոնայի մեջ է, ընդդիմությունը հիմա ամենա հա, ասենց առաջնային գծի մեջ է յուրաքանչյուր դեպքում ես իմ գործընկերներս յուրաքանչյուրը, չգիտեն, չէ, տաղավարից դուրս կգան ինչա լինելու։ Նաև պատասխանատվությունն է այս շրջանում ընդդիմադիր գործիչների վրա շատ մեծ։ Բավոց, եւ ես ուրախ եմ իրականում
Սա առանց ինչ-որ այլևայլության եմ ասում, որ այն մարդիկ, ովքեր իրենց վրա այդ բեռը վերցրել են, իրենց վճռականությունը պայքարել Հայաստանի Հանրապետության մնալու համար նվազագույնը, հա, ցույց են տալիս գրեթե ամեն օր։ Կարող եմ ասել հետևյալը, այո, մարդիկ սպասում են եւ հարցեր են տալի ինչ է կանելու։ Կարող եմ ասել հետևյալը, չենք նստելու ձեռներս ծալած, ուշադիր նայենք ոնց են մտնում մեր տուն թուրքերը ու վիզներս կտրում։ Ինչ է կանելու։ Ես առայժմ զերծ կմնամ ինչ-որ կոնկրետ բաներ ասելուց։ Չէ, բայց այն մարդիկ, որոնք գնացել են ընտրատեղամաս եւ օրինակ նույն Բարգավաճ Հայաստան կուսակցությանը ձայն են տվել, հիմա ձեզնից լուծումներ են ուզում, որպեսզի կարող եմ ասել հետեւյալը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամեն ձայնի համար, քվեի համար, իրենց որ ասում եմ, ապրած ու թերևս ապրովի ամեն ինչի համար բոլոր սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված կամ թույլատրված բոլոր հնարավոր եւ անհնարին մեթոդները օգտագործվելու են։ Բոլոր եւ թող ոչ ոք հույս չփայփայի, որ լինելու է այն նույն իրավիճակը, որը ձևավորվել է 21 թվականից։ Այո, շատ են հիմա զուգահեռները, որ մենք ունենալու ենք այնպիսի խորհրդարան, ինչպիսին ունեցանք 21-ից հետո։ Ոչ մի պարագայում, որովհետեւ իշխանության բոլոր իրենց կողմից հնարավոր եւ անհնարին մեթոդները իրականացվել են, որ նույնիսկ պարլամենտ անցածա ուժերը այս պահի դրությամբ մենք չգիտենք սահմանադրական դատարանը ինչ կորոշի, որ առաջ չընկնենք, չնայած ես ունեմ կարծիքը, բայց այնուամենայնիվ նույնիսկ այդ քննադատական մթնոլորտում իրենք չեն լինելու, այսինքն մենք պետք է հասկանանք հետեւյալը, երբ որ իշխանությունը հայտարարում ասում է ես չեմ դիտարկում ընդդիմադիր падգամավորներին որպես падգամավորել դիտարկում եմ որպես հանցագործ, ինքը ինքնին արդեն նշանակում է, որ առաջինը այս պարլամենտը իմ խորին համոզմամբ երկար կյանք չունենա, որովհետև ի սկզբանե տեսեք, այս իշխանությունը ունի լեգիտիմության խնդիր, ինչի համար, ոչ թե ներքին լեգիտիմություն, այլ արտաքին։ Այս իշխանությունը կգտնի տարբերակներ, արտաքին խաղացողների պահանջները բավարարել։ Այսօր պայմանական չունի մեծամասնությունը, չէ, երբ որ ինքը ապա լեգիտիմացնում է, ինչի համար ինքը ապա լեգիտիմացնում ազգային ժողովը։ Ինչի համար ինձ հարցը կարաք պատասխանեք այս հարցի։ Ինքը իր ձեռով ապա լեգիտիմացնում է ինչի համար։ Դա ընդդիմության գնահատականն է, որ իրա գնահատական, ոչ, ապա լեգիտիմացնում է։ Ոչ, ինքը ասում է հետեւյալը, լսեք, այդ մարդը ասենց ուղակի ասում է, ես համոզված եմ, որ այսինքն ինքը համոզված է, որ իրանց ձայները 100%-ով լեգիտիմ են, բայց քանզի յուրաքանչյուր փաստաթուղթ, որը ըստ էության պետք է ձևակերպի Արևմտյան Ադրբեջանի ձևավորումը Հայաստանում եւ որի շուրջ հիմա իշխանությունը աշխատում է, անունը դնելով կհիշեք, չէ, վստահաբար 3-րդ հանրապետությունը պրծավ, պետք է 4-րդ հանրապետությունը գա, 4-րդ հանրապետության անունն էլ ինչ ուզում են դնել, ինքը իր տրամաբանության մեջ լինելու Արևմտյան Ադրբեջան։ Այդ ամեն ինչ ստանալու համար ինքը պետք է նվազագույն ունենա դե յուրե լեգիտիմություն։ Եթե ինքը չունի նույնիսկ պայմանական տվեց կամ չտվեց կամ ինչ-որ բան ստորագրեց, նույն թուրքն ու ադրբեջանցին հասկանում են, որ այս ձևաչափի ներքո վաղ թե ուշ փոխվելու է, չէ՞ իշխանությունը։ Հաջորդը գալիս է Անգեր ջան, այս ինչ կա այս ամեն ինչ, ինքը ապա լեգիտիմ է։ Մենք պետքա չգիտեմ, նոր ինչ-որ process սկսենք։ Այդ դեպքում պարոն Աբովյան, ինչու է Փաշինյանը համառորեն պնդում, որ Հայաստանում նոր ընտրություններ չեն լինի։ Փաստորեն դուք Փաշինյանի պնդումներին հավատում եք։ Այդ ինչ ինքը համառորեն չի պնդել ու հակառակն է եղել, հա։ Եթե մենք խոսում ենք զորբապետության մասին կամ զորբապետականության մասին, դա մի այբ է։ Դուք ասում եք պնդումներ քաղաքական։ Ես էլ ձեզ ասում եմ, յուրաքանչյուր պնդումը Նիկոլ Փաշինյանը ինքը միշտ պետք է դիտարկել 180 աստիճան հակառակ։ Սա բնավ չի նշանակում, որ վաղ ինքը նոր ընտրություններ է նշանակելու, բայց սա նշանակում է, որ իրեն խեղդում են եւ իրականում խեղդում են։ Նույն իր ով է խեղդում։ Թուրքիա-Ադրբեջանը, որովհետև Թուրքիան ու Ադրբեջանը իրան դիտարկում են որպես պատմական շանս վերջնականապես լուծել հայկական հարցը, ինչ իրենք չեն էլ թաքցնում։ Իսկ իր համար եւ իր վարչախմբի համար մի օր ավել մնալը իրենք համարում են այն նպատակը, որի հաշվին կարելի է լիքը բան, չգիտեմ, զիջել եւ բան անել։ Ես ձեզ ասեմ ավելին, դուք որ ասում եք 300,000։ Եթե ինքը համոզված լինի, տեսեք, չեմ ասում կեղծված, որովհետև եթե ինքը այդ 300,000-ն էլ կեղծեց, ինքը մեկը ապա լեգիտիմ է, լեգիտիմության խնդիրը,
Խնդիրը գիտեք ինչու՞մն է։ Խնդիրը նրանում է, որ ինքը շատ լավ հասկանում է, որ իրան համ եվրոպացիները գցեցին։ Որտեղ գցեցին։ Հայաստանում այսքան ընտրախախտումներ, այսպիսի ճնշումներ եւ որևէ եվրոպական կառույցից դուք մի զեկույց հայտարարություն լսել եք Փաշինյանի իշխանությունը քննադատող, որը ամենահեղինակավոր եվրոպական կառույցից խոսքը գնում է ԵԱԿ-ի մասին, որը ուղղակի ջախջախեց այս իշխանության ընտրությունները, չեք կարդացել։ Գրել էին ընդհանրապես որ խախտումներ կան։ Ոչ, ընդհանրապես չէին գրել։ Ընդհանրապես արձանագրել էին որ կար խախտումներ։ Ոչ, ասել էին հետևյալը, որ ընտրությունները Հայաստանում անցել են 3 հիմնարար սկզբունքները խախտելով ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործում, ոչ համաչափ ուժի օգտագործում եւ պետական մարմինների կողմից շանտաժի եւ ճնշումների, հա, պարագայում։ Ոչ լեգիտիմ համարել էին պարոն Աբովյան Հայաստանի ընտրությունները։ Տեսեք, գնահատականները տալիս է հայ ժողովուրդը։ Իսկ process-ի գործընթացի տրամաբանությունը ասում է միջազգային կառույցը։ Ասեմ ձեզ ավելին, երբ որ այս իշխանությունը սկսեց հակառուսականությունը վաճառել Եվրոպայի վրա, ակնկալելով, որ տնտեսական այս ծանրագույն իրավիճակում Եվրոպան ինչ-որ մի ձև օգնության ձեռք կմեկնի, չէ՞, Եվրոպան առաջի փուլում ասեց, ախպեր 50 միլիոն փող եմ տալի, չնայած այդ փողը Հայաստան չի եկա, խոստում է։ Հետո ասեց 500 միլիոն եմ տալի եւ այլն, բայց այդ գումարների եւ խոստումները իրենք այսօր հարց չեն լուծում, որովհետեւ այսօր է ծիրանը փչանում, որը հեգնելով նույն Փաշինյանը մարդկանց ձեր տունը ծիրան չի փչանում, հասկանում եք։ Իսկ հեգնում այն մարդկանց, ում իր քաղաքականությունը դրեց մի իրավիճակի վեր, որ մարդիկ իրանց տուն, տեղ, ինչ կա չկա, պետք է ծախեն, որ բանկերի տակից դուրս գան։ Ընդ որում, դա այն մարդիկ են, չէ՞, որոնք պետք է 300,000 ձայնը ապահովեն, չէ՞, կամ 300 կամ 450, եթե չեմ սխալվում 300,000-ից ավել էր։ Միգուցե սխալվում եմ, այս համանadrագետ չեմ։ Դրա հետ մեկտեղ արտագնա գնացող աշխատուժը, որը մարզեր ունենք, որ ապրում են արտագնա աշխատուժի։ Եվ հիմա Ռուսաստանում կանգնած են խնդրի առաջ խստացումներ, սահմանափակումներ։ Ասեմ ավելին, երբ որ սրանք լուրջ դեմքով դուսեկան ասեցին, մենք գազ առնելու ենք կամ Ադրբեջանից կամ Թուրքմենստանից կամ Իրանից, 3 տարբերակն էլ ուղիղ կապ ունեն ռուսական գազի հետ։ Թուրքմենստանը, եթե Իրանի հետ ռևերսային սխեմա է, Իրանը համաձայնագիր ունենալով Ռուսաստանի հետ չխառնվել գազանավթային շուկաների մեջ, վստահաբար կասի, չէ, իսկ Ադրբեջանի պարագայում էլ մենք հասել ենք մի իրավիճակի, որ քննարկում ենք Ադրբեջանից գազ գնելը լավ է թե վատ։ Հա, քննարկում ենք ավելի հարմար չոքած լինել, թե կզած։ Այդ ենք մենք հիմա քննարկում, որն է ավելի ստորացուցիչ, չոքած թե կզած։ Եվ նույնիսկ այս պարագայում մարդկանց դեբիլի տեղ են դրել, դեբիլի, չնայած մարդիկ դեբիլ չեն։ Մարդկանց դեբիլի տեղ են դրել, ասում են ով է դրանցից են միած հետարքիր դեմքով մի հատ ձյաձ կա, չեմ հիշում պատգամավորներից, յուրահատուկ դեմքով, փուճուր աշկերով մեծ, որ ասել է խի ադրբեջանական գազը թունավոր է։ Շո մակարդակը պատկերացնեք, չէ՞ ՔՊ-ի, բայց դե այնուամենայնիվ։ Սրանք դուրս են գալի, ասում են Ադրբեջանից գազ կառնենք։ Ժողովուրդ ջան, Ադրբեջանը իր գազը, ադրբեջանական գազը մինչև 2031 թիվ բոլոր ծավալները վաճառել է Եվրոպային։ Եվ գազը Ադրբեջանից կամ ադրբեջանական գազը մենք կարող ենք ստանալ միայն եւ միայն ռուսական գազ, այսինքն Ադրբեջանը Ռուսաստանից առնում է, մեր վրա վերավաճառում է։ Չեմ զարմանա, եթե նախնական փուլում Ադրբեջանը նույնիսկ սուբսիդավորի այդ գազը, որ մեզ մի քիչ էժան կա, ինքը խնդիր ունի Հայաստանի Հանրապետությունը արևմտյան Ադրբեջան դարձնել։ Բայց այստեղ, երբ որ դու ասում ես, ես լծակ եմ տալի Թուրքի ձեռը, որ պայմանական հակառուսականությունը մարսեմ, ինքը մոռանում է, որ հակառուսականության հիմքում ոչ թե թրքամետությունն է, հակահայկականությունն է, որքան էլ կրկնում եմ 1000 անգամ մենք պրետենզիա ունենք ռուսներին, ունենք, բա ոչ չունենանք, իրանք էլ մեզ ունեն։ Բայց դե խնդիրը նրանումն է, որ այդ բոլոր ելևեջների վերջնակետը, որը այս իշխանությունը ներկայացնում է որպես բարիք, հա, նույն, չգիտեմ են, ապուշ հեքիաթը եվրոպական ճանապարհ բան, էլի, սենց հիմարությունը, որը ուղղակի գլխի հիմա բյուջեից միլիարդավոր դրամներ սուբսիդիաներ են տալի, որ տնտեսվարողը ռուսական շուկայից կտրվի գնա Եվրոպա։ Ժողովուրդ ջան, հարգելի տնտեսվարողներ, որ մեկի տա հասա։ Ուրեմն լսեք, նույն ճանապարհը
Դե լավ, սենց ասեմ, խելացի մարդը միշտ սովորում է ուրիշի սխալների վրա։ Անխելքը միշտ սովորում է իր սխալների վրա։ Չէ, չի սովորում լրիվ ով ընդհանրապես ոչ խելք ունի, ոչ մեղք։ Ստեղ խնդիրը նրանումն է, ինչ սուբսիդիա ուզում ես արա, ստում են սրանք, երբ որ ասում են հայկական ապրանքը կարա մտնի այն ծավալով, որով մտնում է ռուսական ԵԱՏՄ շուկա, եվրոպական, գիտեք ինչի համար։ Եվրոպան ունի խստագույն կվոտավորման համակարգ, որը գործում է նույնիսկ պատերազմող Ուկրաինայի մասով, փող տալիս են, զենք տալիս են, շուկա չեն տալի։ Իսկ դες թվում է մեզ ուկրաինացիներից ավելի շատ են, հա, բանանելու, սիրելու, հետո մենք օրինակ ունենք Շարլ Ազնավուր, արա դե լավ էլի։ Էլ որ մի հարսանիքի ծաղիկ էին ուղարկել։ Մի հարսանիքի ծաղիկ էին ուղարկել, ծաղիկը հասավ ուկրաինական շուկա։ 5000, ինչքան էր 6 թե 5000 ծաղիկ։ 10000 ծաղիկ։ Մենք հիմա ինչ ենք փորձում քննարկել։ Ասեք թե ընդդիմությունը այդ ձեր ասած վտանգավոր գործընթացները Հայաստանի շուրջ գետնի վրա ինչպես է կանխելու։ Շատ պարզ եւ օրինական ճանապարհով հասկանում եմ մարդիկ կարող են մջղայնանան, բայց ես դες վստահաբար ասում եմ, որ Սահմանադրությունը եւ Հայաստանի Հանրապետության օրենքները թույլ են տալիս ընդդիմությանը օգտագործել գործիքակազմի լայն շրջանակ եւ անել ամեն ինչ հնարավոր եւ անհնարինը, որ կանգնեցվի Արևմտյան Ադրբեջան պրոյեկտը, որը իրականացվում է Հայաստանում։ Կարող եմ ասել հետեւյալը. Ժողովուրդ ջան, նստել տուն ու ասել, դե ընդդիմություն դու գնա հարցերը լուծի եւ այլն, դա անարդյունավետ է։ Դա չի օգնում, դա գիտեք ինչի նման է, դա նման է ոնց որ քո տունը պաժարանգ է, չէ՞, գալիս է հրշեջը, միջև հրշեջը գալիս է, դու նստած ես, կողքդ ամեն ինչ վառվում է, ու ասում ես Այսա հրշեջները կգան, խեն ուշանում այդ հրշեջները, բայց մի հատ վեդրոն չես վերցնում, այդ ջուրը շփես գոնե մի քիչ կարակը մարցնես։ Սա է խնդիրը։ Ժողովուրդն ասում է, մի հատ թող ընդդիմությունը վեդրոն վերցնի, ջուրը շփի։ Խեղճ ընդդիմությունը վեդրոն ձեռը արդեն որի-որ տարին գոռալով ասում է պաժար, ասում են ստոպ։ Մի րոպե։ Մենք պաժարնիկ չենք, ճիշտ է մեր տունն է վառվում, բայց մենք պաժար։ Սա է ժողովրդին բան չեմ ասում։ Ժողովուրդը իր ասածը արել է։ Հələ մի բան էլ շատ է արել, այստեղ խնդիրը ժողովրդի հարմեց չի։ Խնդիրը այն հոգեբանության մեջ է, որը բոլորիս մեջ նստած է, որ մենք չգիտես ինչու համոզված ենք, որ պետք է գա ինչ-որ մեկը մեր տեղ անի, չի գալու։ Չի գալու, մինչև դու չելնես դույլով ջուրը շփես այդ պաժարը անջատես, վերջ։ Շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, զրուցակիցը Սարմատ մեդիայի եթերում Արման Աբովյանն էր, կհանդիպենք երկուշաբթի։